Պարագլուխն ինչ-որ մեռելացին և քիմերային 4-րդ հանրապետություն է հռչակում։ Նա պնդում է, թե իբր 3-րդ հանրապետությունը հիմնված է եղել կոնֆլիկտների ու պատերազմի վրա։ Իսկ հիմա, երբ դրանք լուծելու ճանապարհին ենք, մեզ պետք է նոր հանրապետություն։ Ալիևյան սահմանադրության ընդունմամբ նա փորձելու է հռչակել այդ 4-րդ հանրապետություն կոչեցյալը, մեր պետությունը համարակալելով և իր հռչակածն էլ դարձնելով թուրք-ադրբեջանական տանդեմի վասալ մի կազմավորում։ 4-րդ հանրապետության գաղափարը համենայն դեպս նման ձևակերպմամբ պատկանում է Հայաստանի 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանին։ Նա մի առիթով ասաց, որ ինքը ոչ թե 3-րդ հանրապետության 4-րդ, այլ 4-րդ հանրապետության առաջին նախագահն է։ Իհարկե, խնդիրը շատ ավելի խորքային պատճառներ ունի եւ միայն պարզ համարակալման մեջ չէ։ Վարչախումբը հստակ խզում է դնում ոչ միայն 3-րդ հանրապետության հետ, այլև մեր պատմաքաղաքակրթական արժեհամակարգի եւ հայրենիք հասկացության միջև։ Այն գաղափարախոսությունը, որն իրենք առաջ են քաշում, հիմնականում բխում է օտար օրակարգերից եւ միանշանակ համընկնում է այսօրվա թուրք-ադրբեջանական տարածաշրջանային հավակնությունների հետ։ Ասելով 4-րդ հանրապետություն, իրենք ուզում են ներկայիս Հայաստանի Հանրապետության պետական սահմանները նույնացնել հայրենիքի սահմանների հետ եւ ըստ այդմ ամեն կերպ ջանում են բացարձակապես փակել Արցախի խնդիրը եւ առհասարակ Հայաստանի Հանրապետության նորագույն շրջանի պատմությունը սկսել օրինակ 2020 թվականի կապիտուլյացիոն պայմանագրից հետո։ Այս խզումը միանշանակ դեմ է մեր ազգային պետական շահերին։ 4-րդ հանրապետության կամ իրական Հայաստանի գաղափարախոսության համաձայն հայ ժողովուրդը պետք է մոռանա ցեղասպանության հարցը, պետք է բավական կոմպակտ լինի, այսինքն խզի հարաբերությունները Սփյուռքի հետ, քանի որ Ադրբեջանի եւ Թուրքիայի պահանջներից մեկը նաեւ հայկական Սփյուռքի դերի զրոյացումն է։ Հայդատի պահանջատիրության գաղափարը Սփյուռքում գերիշխող է՝ ի հակադրություն Հայաստանի։ Ցավոք, ընդդիմադիր քաղաքական ուժերի մեծամասնության օրակարգում այս հարցը եթե անգամ հետին պլան մղված չէ, ամենայն դեպս ամենաառաջնայինը ազգային քաղաքակրթական հարցերը չեն։ Տիտղոսային ընդդիմությունն ավելի շատ զբաղված է քաղաքական դիրքավորումներով, օրինակ հանձնաժողովների նախագահներ են ընտրում, եւ դրա բերումով ազգային հիմնախնդիրներին նրանք ավելի զգուշորեն են վերաբերվում։ Պարագլուխն իր ոչին համահունչ ուզում է ամեն ինչ սկսել հերթական զրոյական կետից։ 4-րդ հանրապետությունը հենց դա է։ Այսինքն Արցախի էջը փակված, Սփյուռքի հետ հարաբերությունները կազմալուծված, ցեղասպանության հարցը մոռացված։ 3 հիմնական հարց կա, որոնց վերաբերյալ Ադրբեջանը եւ Թուրքիան պահանջներ են ներկայացնում, որ դրանք չլինեն նոր սահմանադրության մեջ։ Դրանք արտացոլված են նաեւ անկախության հռչակագրում։ Հռչակագիրն ամփոփում է Արցախի, Հայդատի եւ Սփյուռքի հետ հարաբերությունների հարցերը, իսկ մայրօրենքն ազգային եկեղեցու բացառիկ կարգավիճակ է շնորհում հայ առաքելական եկեղեցուն։ Պաշտոնյան ըստեյության մի խնդիր առուցում։ Դա սեփական, այսպես ասած, քաղաքական կյանքը երկարաձգելու խնդիրն է։ Եվ նա գիտակցում է, որ եւ իդեպ շատ այդ հարցում նա շատ ճարպիկ է։ Նա գիտակցում է, որ սեփական քաղաքական կյանքը երկարաձգելու հիմնական միջոցն է Ալիևի պարտադրանքը ըստ էության հայ ժողովրդի վրա պրոյեկտելն է։ Դու այդ դեպքում նա շարունակում է մնալ իշխանություն։ Դու այդ դեպքում նա կարողանում է կոտրել հայ ժողովրդի առնվազն նրա որակյալ մեծամասնության պայքարի կամքը եւ պարտադրել ադրբեջանական նարատիվները եւ ըստ էության դառնալ Ադրբեջանի եւ Թուրքիայի կուսակալ, այսպես կոչված 4-րդ հանրապետություն կամ իրական Հայաստան կամ ինչպես ուզում եք այդ բանը սուրոգատը կոչեք, հա։ Այս ամբողջ արշավը հայ առաքելական եկեղեցու դեմ նույնպես բխում է թշնամական օրակարգից։ Կառավարության աշխատակազմում կրոնական հարցերի ինչ-որ բաժին են ստեղծել, կարգալույց հոգևորականներից մեկին այնտեղ պաշտոնի են նշանակել։ Իրենց պատկերացմամբ Հայաստանի հայ առաքելական եկեղեցին պետք է դառնա պետությանը կից կրոնական կազմակերպություն, որը պետք է ինչ-որ սպասարկման ծառայություններ մատուցի, ինչպես օրինակ աշխատանքի եւ բարեկեցության նախարարությունը։ Հայաստանում տասնյակ կրոնական կազմակերպություններ են գրանցված, բայց չգիտես ինչու վարչախմբի ուշադրության կենտրոնում հենց հայ առաքելական եկեղեցին է։ Բոլոր խնդիրները սկսվում եւ ավարտվում են հայ առաքելական եկեղեցով։ Սա թելադրված է, որովհետև թշնամին այսպես կոչված արևմտյան Ադրբեջան է ուզում կերտել։ Իրենք ուզում են Երևան գալ ավտոմեքենաներով, ուզում են թյուրքախոս տարրով բնակեցնել Հայաստանի տարածքը։ Եվ վարչախումբը քայլ առ քայլ իրագործում է Թուրքիայի եւ Ադրբեջանի պահանջները։ Պարագլուխն իր մեռելածին 4-րդ հանրապետությունը կյանքի կոչելու համար նույնիսկ ոչ թե սահմանադրական փոփոխություններ, այլ ամբողջապես նոր Ալիևյան սահմանադրություն է ուզում փաթաթել մեր ժողովրդի վզին։ Նա համարում է, որ իրեն չի կարելի քննադատել Արցախը զոհաբերելու
հազարավոր զոհեր տալու, Ադրբեջանին բազմաթիվ զիջումներ անելու, դիվանագիտական ջախջախիչ պարտություն կրելու համար։ Եվ այդ զրոյական պլատֆորմը, որն իրենք անվանում են 4-րդ հանրապետություն, իրենց խուսանավման եւ իշխանության վերարտադրման բազմաթիվ հնարավորություններ է տալու։ Ամենապիղծ սուտն այն է, թե իբր այդ մեռելածին 4-րդ հանրապետության հիմնադրումից առաջ ինչ եղել է, դա այն գինն է, որ մեր երկիրն ապրի խաղաղ եւ բարեկեցիկ։ Այդ կեղծ օրակարգն են առաջարկում նաև խորհրդարանական ընդդիմությանը, թե այն ինչ եղել է անցյալում, հայհոյանքներ, վիրավորանքներ եւ այլն, թողնենք անցյալում, ուժերը համադրենք եւ գնանք հանուն պետության զարգացման օրակարգի։ Եվ շատ կարեւոր է ընդդիմության կողմից իրական այլընտրանքային օրակարգ առաջարկելը։ Ճիշտ է նաև բարեկրթություն բան իհարկե դրանք իհարկե կեղծ օրակարգեր են, բայց ճիշտ է նաև չարձագանքել նրանց խուժանական, հա, արդեն այդ ուղղության մարդկանց արդեն նաև փոխնախագահ են դարձրել եւ այլն, իրենց այդ խուլիգանական արարքներին պետք չի խուլիգանական ձևով արձագանքել, ես վստահ եմ, որ պետք չի։ Ընդդիմության պահպանողականությունը եւ ավելորդ զգուշավորությունը տարբեր ազգային հարցերում, օրինակ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման անհրաժեշտության եւ ընդհանուր առմամբ Արցախի վերադարձի հարցում, նրան առավել խոցելի է դարձնում։ Ճիշտ հակառակը, նա ով կհայտարարի, թե մեզ համար Արցախ վերադարձի էջը փակված չէ, իրապես այլընտրանքային քաղաքական օրակարգ կձևակերպի։ Իհարկե Վարչախումբն այդ դեպքում բազմաթիվ հարցեր կուղղի, թե ինչ ռեսուրսներով եք պատկերացնում Արցախ վերադարձը, ինչպես եք հասնելու դրան եւ այդպես շարունակ։ Այդ հարցերին պատասխանելն արդեն քաղաքական ուժերի ռազմավարական մտածողության խնդիրն է։ Իսկ պայքարը շարունակվում է։